Այսօր HSBC Bank Հայաստանը անցկացնում է թվով արդեն 13-րդ առևտրի ֆինանսավորման ակադեմիան Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ։ Իտալիայի դեսպանատան ընտրությունը պատահական չէ, կցանկանայի շեշտել, որ մենք ունենք բավականին մեծ աճ Իտալիայից հիմնականում սարքավորումների եւ հոսքագծերի ներմուծման։ Մենք արդեն 2010 թվականից սկսած անցկացրել ենք 13 առևտրի ֆինանսավորման ակադեմիա, որի շրջանակներում մասնակցել են մոտավորապես 300 հայ գործարարներ։ Հիմնական նպատակը առևտրի ֆինանսավորման ակադեմիայի հայ գործարարներին ծանոթացնել, ներկայացնել առևտրի ֆինանսավորման գործիքները, ինչպիսիք են փաստաթղթային ակրեդիտիվները, բանկային երաշխիքները, պահոստային ակրեդիտիվները, ինկասոները, որպեսզի կարողանան իրենց բիզնեսը, այսինքն ներմուծումը կամ արտահանումը կատարել ավելի քիչ ռիսկային եւ քիչ ծախսատար մեթոդներով։ Հիմնական նպատակը առևտրի ֆինանսավորման գործիքներին HSBC Հայաստանի կողմից տրամադրվող հասանելի դարձնել հայ գործարարներին։ Հիմնական նպատակը առևտրի ֆինանսավորման ակադեմիայի, երբ որ ի սկզբանե կազմավորվեց, հայ գործարարներին ներկայացնել մեր գործիքները ու հիմնականում այն կազմակերպություններին, որոնք HSBC հաճախորդ չեն, այսինքն ավելի մոտիկից ծանոթացնել, թե HSBC-ն ինչ առավելություններ ունի ու ինչ գործիքներ կարող է ներկայացնել։ Այդ տեսանկյունից շատ, այսինքն կարող են մասնակցել թե որպես հաճախորդ կազմակերպություններ HSBC, թե որպես ոչ հաճախորդ կազմակերպություններ HSBC։ Ամենօրյա հանդիպումների ժամանակ մեր հաճախորդների հետ մենք փորձում ենք ուղղորդել եւ հիմնականում սա առաջին ակադեմիան է, որ մենք հրավիրել ենք Ingo Armenia ապահովագրական կազմակերպությունը, որպեսզի ներկայացնի բեռների ապահովագրման մասով ռիսկերը եւ ուրեմն իր ծածկույթը, որը շատ կարեւոր է առևտրի ֆինանսավորման գործիքների տեսանկյունից, մասնավորապես փաստաթղթային ակրեդիտիվների տեսանկյունից։ Trade has been the lifeblood of growth and the key to prosperity in many countries. Առևտուրը կարելի ասել անունատար անոթ է երկրների զարգացման համար։ Ամեն դեպքում այսօր այդ մարտահրավերը բոլոր ընկերությունների առջև է անել բիզնես միայն իրենց երկրներում, թե ավելի լայն մտածել եւ դուրս գալ երկրի սահմաններից, վերցնել նոր ռիսկեր եւ անել առևտուր այլ երկրների հետ։ Եվ այդ բային, երբ որ ձեր բիզնեսը հատում է Հայաստանի սահմանը, հարցեր են առաջանում, թե ինչպիսի օրենսդրություն է գործում այն երկրում, որտեղ որ առևտուր է կանելու, որտեղ որ ձեռքբերում կամ արտահանում է կանելու կամ ներմուծում, այդ բային հարցեր են առաջանում, թե ինչպիսի արժույթով եւ ինչպիսի ռիսկեր կան եւ ընդհանրապես կբավարարվի, այսինքն ընդհանրապես գործընկերը այնպիսի գործընկերը, որ խնդիրներ չեք ունենա, թե ոչ։ Լավ նորությունը այն է, որ մեր հայկական ընկերությունները մենակ չեն եւ բոլոր ընկերությունները նմանատիպ մարտահրավերների առջև են կանգնած եւ երբ որ բիզնես են անում այլ երկրների հետ, նման խնդիրների հետ առնչվում են, լինի դա զարգացած երկիր, թե զարգացող։ Այսօրվա մեր սեմինարը ոնց որ նվիրված է լինելու այս ամենին, ինչ որ ես ասեցի, եւ ամենակարևոր հանգամանքներից, որ HSBC խումբը ճանաչվել է լավագույն առևտրի ֆինանսավորման բանկ Trade Review ամսագրի կողմից։ Ինչի HSBC, ինչու հենց HSBC-ն եւ որտեղ է մեր մրցակցային առավելությունը։ Առևտրի ֆինանսավորման ոլորտում HSBC-ն 149 տարի, մյուս տարի 150-ամյակն է HSBC-ի եւ ավելի քան 70 երկրում ներկա ենք 5 կոնտինենտների վրա 6200 մասնաճյուղով։ Մենակ առևտրի ֆինանսավորման ոլորտում, մենակ այդ ոլորտում 5200 մասնագետ ունենք։ Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծառայությունների արտաքին առևտրի ֆինանսավորման ծառայությունների 37%-ը կատարվում է HSBC Bank Հայաստանում, այսինքն բավականին մեծ մասնաբաժին ունենք մենք։ Մասնաբաժինը մենք խնդիր չունենք հիմա մասնաբաժնի մեծացման, մենք ավելի շատ խնդիր ունենք, չնայած կուզենք որ մեծանա, բայց խնդիր ունենք շուկայի ընդլայնման, այսինքն սովորական առևտրից անցնենք փաստաթղթային ակրեդիտիվներով եւ առևտրի ֆինանսավորման այլ գործիքներով առևտրին։ Այսօր մեր առևտրի մոտ 90%-ը կատարվում է կանխավճարային կամ հետվճարային մեթոդներով, այսինքն չեն կիրառվում առևտրի ֆինանսավորման գործիքներ։